Հուլիսի 3-ն այն օրն է, երբ օդերևութաբանները կանխատեսել են ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում։ Շոկի թիրախում հատկապես Արարատյան դաշտն է ու Երևանը՝ +34-ից 36 աստիճան։ Բայց ուշ երեկոյից սկսած տաքոթային ալիքը կնահանջի։ Հուլիսի 4-ից 8-ին գիշերը եւ հետկեսօրյա ժամերին շրջաններից գալիվացում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն օրտառատ, տեղա նաեւ կարկուտ։ Սուրենյանը միաժամանակ մեկնաբանել է համացանցում լայնորեն տարածված տեսանյութը, որտեղ ամբողջ Եվրոպան շոկից այրվում է, եւ միակ զով վայրը Հայաստանն ու Վրաստանն են։ Տեսանյութն աղմուկ էր հանել նաեւ այն պատճառով, որ դրանում Հայաստանի քարտեզը ներկայացված էր աղավաղված, Սյունիքը Հայաստանից առանձին։ Որսակեղծ է, նման բան չկա Եվրոպայում, օդի ջերմաստիճանը նվազել է, միայն բարձրաճերմային ֆոնը պահպանվում է Իսպանիայում եւ Ֆրանսիայի հարավում։ Եվրոպան իրոք լուրջ խնդիրների է բախվում տապի դեմ պայքարում։ Ֆրանսիայում աննորմալ շոկի պատճառով մահացել է ավելի քան 2000 քաղաքացի։ Երկրում ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճան նշի գծին։ Որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այն։ Հին աշխարհի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում գրանցվել են պատմական ջերմաստիճանային ռեկորդներ։ Անոմալ շոկը սուր զգացվում է նաև Իսպանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Իտալիայի 12 քաղաքներում եղանակային նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել։ Բերլինում 149 տարվա դիտարկումների ընթացքում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ։ Եվրոպայի շոկը հասել է նաև Ատլանտյան օվկիանոսի այն ափ։ Նյու Յորքում վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ ջերմաստիճանը հասել է 37,8 աստիճանի։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ մեգապոլիսում տիրող վտանգավոր շոկն ու խոնավությունը կարող են ստեղծել մինչև 44,4 աստիճան ջերմաստիճանի զգացողություն, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կամ ժամանակ են անցկացնում բացօթյա տարածքներում։ Այնքան նյարդայնացնող է այս շոկը։ Մենք եկել ենք ցուրտ ու անձրևոտ Լիվերպուլից, իսկ հիմա բախվում ենք Նյու Յորքի 45,5 աստիճան շոկին ու խոնավությանը։ Եվ հենց այդ խոնավությունն է մեզ ամենաշատը տանջում։ Կյանքումս երբեք այսքան չեմ գտնել։ 1981 թվականին Արիզոնա այցիցս ի վեր այսպիսի շոկ չեմ տեսել։ Տեղի բնակիչներն ահռելի գումարներ են ծախսում մոթորակիչների համար։ Դրանց ծախսած էլեկտրաէներգիայի վճարը երբեմն ավելի բարձր է, քան տան վարձը։ Անցած ամբողջ ամսվա ընթացքում օթորակիչը չեմ անջատել։ Հաշիվը չափազանց բարձր էր։ Դրանից հետո օթորակիչ չեմ միացնում։ Կարծում եմ, այս շոկերի ընթացքում օթորակիչների ծախսի համար պետք է զեղչ սահմանվի։ Այսպես արդար չէ։ Հասկանում եմ, որ օգտագործածի համար պետք է վճարել, բայց փաստացի կոնդիցիոների ծախսի վճարն ավելի բարձր է, քան իմ բնակարանի վարձավճարը։ Այս ընթացքում բնակիչները զովանալու իրենց տարբերակներն են գտել։ Նրանցից մեկի խոսքով հանրային գրադարանը շոկ եղանակին դարձել է առօրյայի մի մասը։ Այստեղ առաջարկում են ջուր եւ զովանալու հնարավորություն։ Շոկին դիմակայելու համար փորձում եմ հնարավորինս շատ պաղպաղակ ուտել։ Եկել եմ Նյու Յորքի հանրային գրադարան, օթորակիչի զովությունից օգտվելու եւ լավ սառեցված տարածքում սանհանգույցից օգտվելու համար։ Այո, դրսում իսկապես շատ շոկ է։ Ես աշխատում եմ Ամազոնում, այնպես որ ստիպված եմ լինելու ամբողջ օրը դիմանալ այս եղանակին։ Փորձում եմ զովանալ, կփնտրեմ ջրցանսարք կամ որևէ միջոց, որով կարելի է զովանալ։ Նյու Յորքի ծայրահեղ շոկին չեն դիմանում նույնիսկ ճանապարհները։ Ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթը այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։